Ողջույն բոլորին, փետրվար ամսի մենք ունենք 4 վտանգավոր օր, ամենավտանգավոր օրերն են համարվում դրանք։ Երբեմն դժվարությունները ծագում են ոչ թե մեր սխալների պատճառով, այլ մոլորակների, ազդեցության և աստղաբանական իրադարձությունների հետևանքով։ Իմացեք, թե փետրվարին որ օրերին է հատկապես կարևոր զգույշ լինել և խուսափել ռիսկային քայլերից։ Փետրվարի 4-ին Մարսը և Պլուտոնը ունեն լարված միացում, Մարսը դա ակտիվության և կոնֆլիկտների մոլորակն է, իսկ Պլուտոնը դա խորքային վերափոխումների ու թաքնված կրքերի խորհրդանիշը։ Իրենց միջև լարված միացումը ստեղծում է պայթունավտանգ մթնոլորտ։ Այս շրջանում աճում է դյուրագրգռությունը, ուժեղանում է սեփական ճշմարտությունը ապացուցելու ցանկությունը, իսկ ցանկացած վիրավորանք կամ չասված խոսք կարող է վերաճել լուրջ հակամարտություն։ Խուսափեք սուր խոսակցություններից, հատկապես աշխատանքում և ընտանիքում։ Մի սադրեք ղեկավարությանը, մի մտեք վեճերի մեջ մտերիմների հետ։ Լավ է էներգիան ուղղել ֆիզիկական ակտիվության կամ ստեղծագործության վրա, սակայն կարևոր է խուսափել գերծանրաբեռնվածությունից և վնասվածքներից։ Փետրվարի 13-ին Սատուրնն ու Նեպտունն են միանում իրար, 13-14, կախված է թե որ ժամային գոտում եք դուք ապրում։ Իրենք դանդաղ մոլորակներ են, Սատուրնը դա կառուցվածքի, սահմանափակումների, պատասխանատվության մոլորակը, իսկ Նեպտունը դա պատրանքների, գաղտնիքների, նաև ներշնչանքի մոլորակը։ Իրենք հազվադեպ են միանում, հատկապես խոյ նշանում, կարող է դա հանգեցնել գլոբալ խառնաշփոթի, վախերի սրման և կեղծ հույսերի փլուզման։ Որովհետև Նեպտունը սովորություն ունի փլուզելու ամեն ինչ, ինչ որ ստեղծել է։ Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց իդեալներն ու ծրագրերը։ Հնարավոր է ներքին փակուղու զգացում կամ հիասթափություն ունենաք թե շրջապատից, թե սեփական անձից։ Մի տրվեք խուճապի, եթե ամեն ինչ ընթանում է ոչ ձեր պլանի։ Լավ կլինի զբաղվեք ինքնավերլուծությամբ։ Աշխատեք սխալների վրա, ձեր աշխատանքով, նաև ինչու՞ չէ մեդիտացիայով։ Եվ հաջորդը դա փետրվարի 17-ն է, դա Օղակաձև Արեգակի խավարումն է, նաև այդ օրը լինում է հրեձյու տարին։ Խավարումները միշտ բերում են փոփոխություններ, ճակատագրական որոշումներ և էներգիայի անկման զգացում։ Փետրվարի 17-ի Օղակաձև Արեգակի խավարումը կարող է դրսևորվել անսպասելի իրադարձություններով, ճգնաժամային իրավիճակներով, ընտանեկան, առողջական կամ աշխատանքային հին հարցերի սրմամբ։ Այն ազդում է բոլորի վրա, սակայն հատկապես նոր սկսվող գործերի, խոստումների և հարաբերությունների վրա ավելի շատ կազդի։ Այս օրը խորհուրդ չի տրվում սկսել նոր նախագծեր, ստորագրել պայմանագրեր, լուրջ վեճերի մեջ մտնել կամ պարզաբանումներ անել։ Խուսափեք երկարատև ճանապարհորդությունից, վերագնահատեք ձեր ֆիզիկական և հուզական հնարավորությունները։ Օրը հարմար է արդյունքների ամփոփման և հնացածը թողնելու համար, սակայն պահանջում է զգուշություն, նույնիսկ մանրուքներում։ Եվ փետրվարի 26-ին Մերկուրին կլինի հետադարձ։ Հետադարձ Մերկուրիի շրջանը ավանդաբար կապվում է հաղորդակցության խնդիրների, տեխնիկայի խափանումների և տրանսպորտի հետ։ 2026 թվականի փետրվարի 26-ից հատկապես նկատելի կլինեն ուշացումներ, խառնաշփոթ, հին հարցերի վերադարձ, փաստաթղթերի թյուրիմացություն։ Մի ծրագրեք տեղափոխություններ, խոշոր տեխնիկայի գնումներ կամ կարևոր փաստաթղթերի ստորագրում։ Ես այս մասին իհարկե առանձին դեռ կխոսեմ հետադարձ Մերկուրիի տեսանյութի ժամանակ։ Մի ծրագրեք տեղափոխություններ, իհարկե ոչ մի տեսակի։ Հետևեք հեռախոսներին և համակարգիչներին, իրենց աշխատանքին։ Ուշադիր եղեք հաղորդագրությունների և հանդիպումների նկատմամբ, հաճախ կրկնակի ստուգեք մանրամասները։ Ավելի լավ է վերանայել և մշակել հին նախագծերը, քան շտապել նոր նախաձեռնությունների մեջ մտնել։ Ինչ անել փետրվարի վտանգավոր օրերին, 2026 թվականի։ Խուսափեք իմպուլսիվ քայլերից, վերլուծեք ձեր դրդապատճառները,
Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, մի գերծանրաբեռնվեք, հոգ տարեք հոգեկան վիճակի մասին, քիչ վիճեք և կոնֆլիկտների մեջ մտեք, հատկապես մտերիմների, գործընկերների և տնօրինության հետ։ Զգուշություն ցուցաբերեք ձեր ֆինանսների և փաստաթղթերի հարցում, խուսափեք ռիսկային որոշումներից և խոստումներից։ Փետրվարի բարդ աստղաբանական այս միացումները դատավճիռ չեն, այլ նախազգուշացում։ Ճակատագիրը հնարավորություն է տալիս դրսևորել հասունություն, ճկունություն և իմաստություն։ Ինքներս մեզ և շրջապատին ուշադիր լինելը, ինչպես նաև սպասելու կարողությունը այս բեկումնային օրերի գլխավոր դաշնակիցներն են։ Թող անգամ վտանգավոր պահերը ձեզ համար դառնան նոր և կարևոր բացահայտումների թռիչքաձող։